Բացի երևանյան հյուրերից նորակառույց կենտրոնի բացմանը ներկա են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ, անասնաբույժներ մարզից ու Ջավախքից։ Ներկաներին գյուղնախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ գյուղատնտեսական ու անասնաբուժական կենտրոնի գործարկմամբ Շիրակի մարզում անասնապահությունն են զարգացնելու։ Գյուղացիները կհամագործակցեն կենտրոնի հետ, անասնագլխաքանակը կավելանա ու անասունների կաթնատվությունը կբարձրանա եւ գյուղատնտեսության այդ ճյուղը կզարգանա, կարծում է գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Շատ կարևոր է եւ կբերի իրոք անասնապահության ոլորտի զարգացմանը ժամանակակից պահանջներից ելնելով։ Ասես տոմբային կենտրոններով պատվաստում ենք մեր տեղականը եւ ստանում ենք նոր սերունդ, որի հատկանիշները մտերատվությունը, կաթնատվությունը բարձր է լինում մեր տեղական անասունների։ Շատ վաղուց էր պետք, շատ անհրաժեշտ էր, գուցե եւ Երևանում կան ավելի կարևոր սենց հիմնարկներ, բայց հեռու են մեր համար։ Նախարարի կարծիքով գյուղատնտեսության ոլորտում վերջին 2 տարիներին էական առաջընթաց է նկատվում։ Դա ըստ նրա պայմանավորված է հողատարածքների մշակմամբ ու բարձր բերքատվության ապահովմամբ։ Նաև գյուղատնտեսական վարկերի տրամադրումն է որոշակի չափով օգնել գյուղացուն, գտնում է նախարարը։ Հակառակ կարծիքին են գյուղաբնակները։ Նրանց կարծիքով ոչինչ էլ չի փոխվել ու գյուղացու հոգսերն էլ նույնն են մնացել։ Միայն այս տարի հունվար-օգոստոս ամիսներին գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքը կազմում է 431 միլիարդ 200 միլիոն դրամ, որը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուրեմն 10.8%-ով ավել է։ Սխալ է նախարարը։ Գյուղացին այսօրվա դրության մեծամասամբ վարկ են վերցրել բանկերից, վարկով են իրանց ունեցածը ցանում, հավաքում ու կարտոշկին տարի համ բադ է, համ է գինն է շատ։ Շատ տեղերում անասունը թափում են, մսի գինը կտրուկ իջավ, հենց պատճառը նա է, որ անասնակեր չկա։ Եթե անասնակեր լիներ, ինձ թվում է, որ միսը չերիշնի, անասնակականակը այդքան չեն վերացնել։ Գյուղնախարարն անդրադարձավ գյուղացիների կողմից բարձրացված մյուս հարցերին, որ անասնակերի խնդիր կա, ինչի պատճառով անասուններին հարկադիր մորթի են ենթարկում։ Հացահատիկի բերքատվությունն էլ քիչ է եղել, նաև կարտոֆիլի բերքն է անորակ։ Ոչ մի հիվանդություն էլ չկա, անորակ բերք էլ չկա, հələ բերքը նոր ենք հավաքում, ինչ իմացաք, որ հիվանդություն կա եւ անորակ է բերքը։ Ինչ իմացաք։ Դե եթե բուժումը ժամանակին չկատարվի, մշակությունը լավ չկատարվի, իհարկե հիվանդություն էլ կլինի։ Գյուղատնտեսական ոլորտի խնդիրները կամաց կլուծվեն, ազատանցիներին վստահեցրեց Սերգո Կարապետյանը։ Առայժմ դանդաղ տեմպերով է զարգանում հատկապես անասնապահությունը, իսկ հողագործության առումով գտնում է, որ ոլորտն ավելի առաջնային դիրքում է։ Հերմինե Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալենյուս։